Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում իրավաբանական կլինիկա հաղորդաշարի Անդրանիկ թողարկումն է։ Առաջիկա հաղորդումներում մենք անդրադառնալու ենք կարևոր իրավական իրադարձություններին, օրենքների փոփոխություններից մինչև իրավական նորմատիվ ակտեր, միջազգային հայցեր, նախադեպային որոշումներ, քաղբանտարկյալներ։ Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մի թեմայի մասին, որը չի չափվում վիճակագրությամբ, այլ պետության իրավական առողջացմամբ։ Խոսքը քաղբանտարկյալների եւ քաղաքական հետապնդումների մասին է։ Մեր Անդրանիկ հաղորդման հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը դատարաններում ներկայացնում է մի շարք քաղբանտարկյալների շահերը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, ուրախ եմ ձեր հաղորդման Անդրանիկ հյուրը լինելու համար։ Պարոն Մելիքյան, ինչ հատկանիշներ, իրավական նորմեր կան, որով անձը համարվում է քաղբանտարկյալ։ Ինչպես ենք հասկանում, որ նրանք քաղբանտարկյալ են։ Երկար ժամանակ քաղբանտարկյալ հասկացությունը եղել է բացառապես քաղաքական տիրույթի հասկացություն եւ ժամանակի ընթացքում տարբեր միջազգային կազմակերպություններ տարբեր բնորոշումներ են տվել այս հասկացությանը, նույնիսկ տերմիններն են տարբեր եղել՝ խղճի բանտարկյալ, քաղբանտարկյալ եւ այլն։ Քաղբանտարկյալ տերմինը ինքնին, եթե այսօրվա տրամաբանությամբ մենք դիտարկում ենք եւ բոլորի համար հասկանալի է, որ քաղաքական բանտարկյալ ունենալը պետության համար անթույլատրելի է, ապա ժամանակին դա ամենևին էլ այդպես չէր։ Եվ անգամ 20-րդ դարի սկզբին կային երկրներ, որոնք իրենց բոլոր կալանավորներին պաշտոնապես եւ օրենքով բաժանում էին քրեականների եւ քաղաքականների։ Այն երկրներն են, որոնք բնականաբար ժողովրդավարական ավանդույթներ չունեին եւ քննադատական գործունեությունը, հակապետական գործունեությունը, հակաիշխանական ավելի ճիշտ գործունեությունը այդ երկրներում քրեականացված էր։ Ներկայիս աշխարհում իհարկե սա դիտվում է որպես ինչ-որ անհասկանալի մի երևույթ եւ քաղբանտարկյալ հասկացությունը անթույլատրելի է։ Իսկ քաղբանտարկյալ ունենալը պետության համար անթույլատրելի է։ Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի միջազգային հանրությունը կուտակված փորձի հիման վրա որոշակի սահմանումներ տա եւ Եվրոպայի խորհրդի հայտնի 1900 բանաձևով սահմանվեց քաղբանտարկյալ հասկացությունը, որը հետեւյալ բաղադրիչներից է կազմված։ Առաջինը, անձը պետք է որոշակի տարբերակված մոտեցման ենթարկվի այլ անձանց հետ համեմատ 5 չափանիշ է տրված։ Օրինակ, նրան ազատությունից զրկեն մի արարքի համար, որը հանցավոր լինել չի կարող, կամ նրա նկատմամբ կիրառեն ավելի խիստ պատիժ համեմատած այլ անձանց հետ, կամ նա զրկված լինի հիմնարար իրավունքներից, պաշտպան ունենալու իրավունք, այլ դատավարական իրավունքներ եւ այլն։ Այս 5 չափանիշների կողքին կա երկրորդ չափանիշը, որը առավել բարդն է չափման համար, դա քաղաքական դրդապատճառն է։ Այսինքն առաջին պետք է անձը արժանանա կամ ենթարկվի տարբերակված մոտեցման, երկրորդ պետք է տարբերակված մոտեցումը լինի քաղաքական դրդապատճառով։ Այս բավական պարզ սահմանումը, եթե փորձում եք կիրառել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ապա տասնյակ ու տասնյակ քաղբանտարկյալներ մենք կարող ենք տեսնել ներկայումս անազատության մեջ, ինչպես նաև նախկինում։ Պարոն Հայաստանում քաղբանտարկյալների թիվը օր-օրի ավելանում է, կան զսպող իրավական մեխանիզմներ, միջազգային մեխանիզմներ, ինչպես այդ թիվը նվազեցնել եւ ի վերջո այստեղ իրավական ամենաթողությունն է, թե քաղաքական կամքի բացակայությունը։ Քաղաքական կամքի բացակայության մասին կարող ենք խոսել ժողովրդավարական ուղի բռնած պետությունների մասին։ Այստեղ ոչ այնքան կարևոր է երկրի ներկայիս վիճակը, այլ թե որ ուղղությամբ է այն գնում։ Օրինակ, գուցե 20-25 տարի առաջ, երբ մենք համեմատում ենք, երբ որ խորհրդային ու ավելի վաղ, խորհրդային ավանդույթների, խորհրդային կարգերի ավելի անմիջական ազդեցություն է կրող ժամանակահատվածում, գուցե մեր իրավական մտածողությունը ավելի նվազ, պրոֆեսիոնալ էր եւ այլն եւ այլն, բայց պետությունը օր-օրի փորձում էր զարգացման ուղղությունը այն էր ավելի ամրապնդել մարդու իրավունքները։ Այսինքն յուրաքանչյուր տարի մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը բարելավում էր։ Մի տարի մի քիչ էր բարելավում, մյուս տարին մի քիչ շատ էր բարելավում, զարգացման ուղղությունը դա էր, համակարգի ուղղությունը դա էր։ Այսօր հակառակ process-ն է։ Այսինքն այսօր երկար տարիների եւ բազմաթիվ մարդկանց ջանքերի գնով ես կարծում եմ հենց անկախության առաջին իսկ օրերից չեմ ուզում կապեմ որևէ նախագահի հետ, առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, հատկապես երրորդ նախագահի օրոք ես կարծում եմ որ դա իր ավելի բարձր չափի հասավ, այլ զարգացման պատճառով։ Եվ հիմա
1-2 տարվա իներցիայից հետո, ներկայիս իշխանությունների երևի 18-19 թվականի իներցիայից հետո 2020-21 թվականից սկսած ամեն տարի մենք ունենում ենք իրավական երաշխիքների գահավիժում եւ ամեն տարի մենք ունենում ենք նորանոր տեսակի քաղբանտարկյալ, ոչ միայն թվի հարցն է այստեղ, այլև քաղաքական հետապնդումների դրսևորումների այսպես հարցն է այստեղ։ Մենք կարող ենք օրինակներ բերել անգամ 1 տարվա վաղեմության եւ համեմատելով տեսնենք, որ այսօր շատ ավելի լուրջ ռեպրեսիաներ են իրականացվում, քան 1 տարի առաջ։ Ալքյան, կարծես իրավական այդ սանդղակներով, միջազգային կոնվենցիաներով կամ հետազոտություններով Հայաստանի իշխանությունը խնդիր չունի, ասում է, տեսեք, ժողովրդավարության աղյուսակներում միայն բարձրանում ենք։ Չեն բարձրանում, բայց չեն էլ իջնում։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ չբարձրանան, այլ խնդիրն այն է, որ նրանք պարզապես այնպիսի բաներ են իրենց թույլ տալի, որ պետք է որ իջնելու մասին խոսեն։ Գիտեք, հարցը բացառապես քաղաքական է եւ ոչ միայն վերաբերում է Հայաստանին։ Այն կառույցները, որոնք որ իրենց վրա ստանձնել են եւ երկար տարիներին քիչ թե շատ հաջողությամբ իրականացրել են մարդու իրավունքների ստանդարտների նկատմամբ միջազգային իրավական վերահսկողությունը, այսօր ձեռնպահ են մնում այդ գործառույթից եւ իրենց լռությամբ երբեմն նաեւ հակառակ բնույթի գործողություններով խրախուսում են Հայաստանի Հանրապետության իշխանություններին ել ավելի սաստկացնելու քաղաքական հետապնդումները։ Ցավոք սրտի դա իրականություն է։ Եթե 2017-18 թվականին իմ սերնդակիցները մի քիչ ավելի տարիքավորները վստահաբար կհիշեն, որ Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության պատվիրակությունը, այսինքն դեսպանատունը Հայաստանում, ժամանակ առ ժամանակ բավական հաճախակի հայտարարություններ էր անում ենթադրյալ քաղաքական հետապնդումների հետ կապված, ուղղակի հայտարարություններ էր անում։ Ապա այսօր որևէ նման բան չկա, անգամ ամենածայրահեղ դեպքերում։ Եթե այն ժամանակ օրինակ դեսպանը պարոն Սվիտալսկին գնում էր եւ անձամբ մասնակցում էր որոշակի դատավարությունների, ապա այսօր նման բան չկա։ Այսինքն մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ տվյալ կառույցները քաղաքական պատճառներով, այն պատճառով, որ իրենց մոտ իրենց հիմքում դրված արժեքները երկրորդվել են քաղաքական նպատակահարմարության հարցերին եւ ռեալ պոլիտիկի հարցերին, ուղղակի այդ մարդիկ չեն զբաղվում նման հարցերով։ Ես կարող եմ մեկ օրինակով ցույց տալ, թե ինչու է դրսևորվել քաղաքական հետապնդման սաստկությունը։ Կոնկրետ իմ նեմնիմի գործերը 2024 թվի գործը եւ 2025 թվի գործը։ Լրիվ նույն բաններ, այսպես ասած, նույն պրետենզիաներ ներկայացնում պետությունը տղաներին, Նարեկին եւ Վազգենին, մեդիագործնություն իրականացնող երկու տղաներին։ Նույն բաններ ասում էր դուք ձեր ոդքասթի ընթացքում կիրառում եք հայհոյանքներ եւ ոչ նորմատիվային լեքսիկա, պետության մոտեցումներ։ Ինչ եղավ առաջին իմ նեմնիմի ժամանակ 2024-ին։ Ձերբակալվեցին տղաները, հետո կալանավորվեցին, 2 ամիս հետո նրանց նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց, արդյունքում եղավ արդարացման դատական ակտ, որը այս պահին բողոքարկման փուլում է վերաքննիչ դատարանում։ Ինչ եղավ այս անգամ։ Ոչ թե տղաներին պարզապես դուրսը ոստիկանությունը բռնեց, այլ տուն եկան։ Տանից բռնեցին։ Մանկահասակ երեխաների աչքի առաջ, դիմակներով։ Այն ժամանակ ոստիկանությունն էր, հիմա ԱԱՑ-ն էր։ Այն ժամանակ չմտան իրենց խմբագրություն եւ անհարմարություններ պատճառեցին խմբագրությանը, ընդհանրապես եկան դեպքի վայրի զննություն արեցին, որևէ բան չտարան։ Այս անգամ եկան 8 ժամ տևողությամբ, 7-8 ժամ տևողությամբ խուզարկություն արեցին, ինչ կար չկար տարան, շտատիվներից սկսած, միկրոֆոններով վերջացրած, համակարգիչներ եւ այլն։ Ինչի արդյունքում օբյեկտիվորեն խաթարվեց լրատվականի գործունեությունը։ Մենք պատկերացնենք հաղորդումը ներկայացնողն ազգային ժողովի նախագահն էր, պարոն Մելիք։ Այս անգամ ազգային ժողովի նախագահն էր, այն անգամ ուրիշ անձեր։ Ես էական չէի համարի ազգային ժողովի նախագահի ներկայացման հանգամանք, այլ այն, որ հիմա արդեն նման բաները թույլատրելի են, այն ժամանակ գուցե վախենային նման բաներ անել։ Այն անգամ ուրիշ ոչ մեկին չձերբակալեցին, հիմա եւս 2 անձ խմբագրությունից ձերբակալեցին, ճիշտ է, մեկին 6, մեկին 50 ժամ հետո ազատ արձակեցին։ Այսինքն այս օրինակը ցույց է տալիս, որ մենք ունենք 1 տարվա ընթացքում իրավական երաշխիքների շատ ավելի ցածր մակարդակ եւ ես նույնիսկ դա կբնութագրեի որպես գահավիժում։
Ոնքան դուք ինքնդ խոսացիք տեսակներից քաղբանտարկյալների մեզ մոտ իրապես, այսինքն հանրության համար անընդունելի նոր տեսակ ավելացավ հոգևորականները։ Սրբազաններին ԱԱԾ-ում 1-2 տարի առաջ որևէ մեկը հնարավոր չէր պատկերացնել։ Սա քաղաքական խնդիր ենք լուծում, ինչ մեսիջը եւ միջազգային հանրության ու ինչպես պետք է արձագանքի եւ ներքին հասարակության այդ հակազդեցությունը գուցե դա է պատճառը սաստկացումների։ Պատճառներից մեկն էլ, չէ, այդ դիտանկյանից չնայենք հարցին, հասկանանք պատճառները։ Շատ պարզ եւ բացահայտ եւ բոլորիս աչքի առաջ եղավ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Փաշազադեն կատարեց հայտարարություն, հարձակում գործեց մեր եկեղեցու նկատմամբ, իր խոսքով այն բանից հետո մեր եկեղեցին շարունակեց միջազգային ատյաններում բարձրաձայնել մեր Արցախի հոգևոր ժառանգության, արցախահայերի վերադարձի իրավունքի հարցերը եւ անմիջապես դրանից հետո կարծեք թե Փաշազադեի հրահանգով այդպիսի տպավորություն էր, որտեղ շատ համընկնում էր։ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր հարձակումը հակաեկեղեցական գործունեությունը, սկզբից քարոզչական բլոկներ, մայիս-հունիս ամիսներին եւ հունիսի երկրորդ կեսին արդեն նրանք պատրաստ համարեցին, որպեսզի ունենանք կալանավորված նվիրապետներ, arczepiskoposներ եւ եպիսկոպոս։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ օրինակ է ցույց տալու համար, թե մեր ներկայիս իշխանությունները ինչպես են իրականացնում իրենց հետապնդումները եւ շատ հաճախ բուն հետապնդումներին նախորդում է քարոզչական նախապատրաստությունը։ Դա նոր բան է։ Այդպիսի բան ոչ միշտ է եղել, ոչ բոլոր երկրներում է եղել, հիմա արդեն այդպես է։ Երբ մենք տեսնում ենք լայնածավալ քարոզչական նախապատրաստություն, ապա դա նշանակում է, որ շուտով լինելու են ձերբակալություններ, կալանավորումներ, նրանք դրանով պատրաստում են հասարակությանը։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այդպես եղավ օրինակ Միքայել Սրբազանի դեպքում, այդպես էր օրինակ Բագրատ Սրբազանի դեպքում, այդպես էր նաև Արշակ Սրբազանի դեպքում, երբ որ տարբերությունը այն էր, որ Արշակ Սրբազանի պարագայում ինչ որ կեղծ բաներ էին նախ ցանց նետել եւ այդ կեղծ տեղեկություններով փորձում էին նրա հեղինակությունը նվազեցնել, բայց հետո նրան ուրիշ բանի համար ձերբակալեցին։ Ուրիշ բանի համար կալանավորեցին։ Մեկ այլ շինծու գործով, որովհետև դրանով ուղղակի հնարավոր չէր։ Այսինքն առաջին փուլը լինում է քարոզչական նախապատրաստություն, որը կարող է վերաբերել բուն քրեական հետապնդմանը կամ չվերաբերել։ Երկրորդ փուլով արդեն անձը ձերբակալվում, կալանավորվում։ Եվ որպես կանոն այդ գործառույթը իրականացնում են շատ փոքր թվով դատավորներ, որոնց շատ պայմանական կարող ենք կոչել Մասիս Մելքոնյաններ։ Ոնքան այդ կալանքի մեխանիզմի մասին խոսենք, կանոն միջազգային այցեր այն կոնվենցիաները, որոնք վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը, կալանքը որպես պատժիչ մեխանիզմ ուղղակի բացառում է։ Այս դեպքում, եթե 1-2 անձի դեպքում, չգիտեմ, իշխանություն զավթելու հոդված եւ այլն կալանքը կարելի է ուղղակի հասկանալ, բայց օրինակ Միքայել Սրբազանի դեպքում ընդհանրեն ազատ խոսքն էր։ Այ որքանով է համաչափ այդ կալանքի կիրառումը, որ դատարանները անխնա կարծես տալիս են։ Այս խնդիրը իդեպ այն խնդիրներից է, որը մեր երկրում երկար տարիներ իսկապես զարգացել էր եւ այսօր հետընթացի մեջ է գտնվում։ Այսինքն մենք եթե համեմատենք 90-ականների սկզբին մեր մտածողությունն եւ այսօրվա մեր մտածողությունը անհամեմատելի է։ Բայց արի ու տես այդ ամեն ինչը զրոյանում է, երբ որ առաջանում է քաղաքական նպատակահարմարության հարցը։ Խոսքի պարագայում օրինակ լինում են դեպքեր, երբ որ ազատ խոսք է ասվում, այդ ամեն ինչը տեսագրված է, ձայնագրված է եւ քննիչը դատարանում որպես անձին կալանավորելու հիմք նշում է, որ կարող է անձը ազդել վարույթի ընթացքի վրա, ապացույցների վրա։ Ինչպես կարող է ազդել։ Ամեն ինչ տեսագրված է, ինչ պետք է ինչ որ վկա գտնի, որ գա ասի, որ ես դիտեցի այդ հաղորդումը Միքայել Սրբազանը ոչ թե խոսում էր ներքաղաքական հարցերի մասին, այլ քարոզ էր կարդում եկեղեցական կամ Աստվածաշնչից էր խոսում։ Դա իրատեսական չի, չէ՞։ Այսինքն այնպիսի փաստարկներ են բերում, որոնք առողջ տրամաբանությանն են հակասում։ Էլ չեմ խոսում օրինակ հանցանք գործելու ռիսկի մասին։ Հանցանք գործելու ռիսկը, որտեղ 3 ռիսկեր կան, չէ՞։ Առաջինը ներազդելու ռիսկը, ինչի մասին ես խոսեցի, հանցանք գործելու ռիսկը եւ փախուստի ռիսկը։ Երբ մենք խոսում ենք այս ռիսկերից երկրորդի մասին, հանցանք գործելու ռիսկի մասին, մեր երկիրը ձևավորել է տարիների ընթացքում, ես էլ ժամանակին ուրախանում եմ դրանով, որ անմիջական դերակատարություն եմ ունեցել
այլընտրանքային խափանման միջոցների համակարգի ձևավորման մեջ տնային կալանք, վարչական հսկողություն եւ այլն, որը թվում էր թե այս բոլոր հարցերը պետք է փակի։ Վարչական հսկողություն։ Արգելեք մարդուն ինչ որ արտահայտություններ անել եթերում, ինչ որ թեմաներով խոսել եթերում։ Արգելքները կարող է շատ ճկուն լինել։ Բացակայելու արգելքը չի վերաբերվում հանցանք գործելուն, վերաբերում է փախուստի ռիսկին։ Այո, բացակայելու արգելքով կարող է փախուստի ռիսկը կանխվել։ Եթե ազատ խոսքի մասին է խոսքը, իսկ հաճախ ազատ խոսքի մասին է խոսքը, այսինքն խոսքի արտահայտման մասին է խոսքը, կարելի է արգելել ինչ խոսքեր ձևակերպել, ինչ որ հանրային ելույթներ ունենալ, ավելի լավ է այս բոլոր սահմանափակումները լինեն, բայց անձը մնա ազատության մեջ, սա է տրամաբանությունը։ Եվ դրա փոխարեն ուղղակի ընտրվում է խափանման միջոց կալանքը։ Եթե մենք դիտարկում ենք, այսպես ասած, այլ արարքների մասով, մենք տեսնում ենք, որ շատ տարօրինակ եւ ծայրահեղ տարբեր վիճակի երկու տարբեր իրականություններ են։ Օրինակ, վերջերս բավական լուրջ հանրային հնչեղություն ստացավ այն դեպքը, երբ որ մի կին ուղղակի այդ տեսագրություններն է, չէ, հարբած վիճակում վրայերթ էր կատարել մարդուն կյանքի ձրկելու պատճառ էր դարել եւ այդ կինը գտնվում է իր տանը, այլ ոչ թե կալանավայրում, բայց օրինակ Միքայել Սրբազանը, չգիտեմ, մյուսները կամ խոսքի համար ինչ որ բան ասած մարդիկ գտնվում են կամ երկար ժամանակ գտնվել են կալանավայրում։ Սա անընդունելի տարբերակված մոտեցում է։ Երբ որ խոսքը գնում է գործարանի մասին, որը կարող է խոչընդոտել գործի ընթացքին, Սամվել Կարապետյանի մասին, այսինքն զուտ կարելի հաշվի առնել, որ ունի ֆինանսական հնարավորություններ, գործարար կապեր եւ այլն, այսինքն կալանքը որևէ կերպ հնարավոր էր արդարացնել, հոգեվորականները գործի վրա ազդելու այդ մեխանիզմները կարծես չունեն։ Այստեղ նրանց քաղբանտարկյալ լինելը դա է ապացուցում։ Չէ, ես այդպես հարցը չէի դնի, որ եթե մարդը գործարար է, ուրեմն կարող է ազդել, եթե հոգեվորական է, ուրեմն չի կարող ազդել։ Երկու այլ գործոն ես հաշվի կառնեի։ Գործոն առաջին գործի բնույթը եւ գործոն երկրորդ մարդու հեղինակությունը, ինքը իր հեղինակությունը կդնի հարվածի տակ ինչ որ ապօրինի գործողություններ անելու համար։ Հիմա Սամվել Կարապետյանի գործը քննարկենք, դա դասական առումով կարող ենք, բոլոր տեսանկյուններից կարող ենք դասական քաղաքապետարյալ համարել, ինչու՞։ Որովհետև տեսեք, մարդուն սկզբնական կալանքը եղել է եւ երկրորդ կալանքը նույնպես, այն բանի համար, որ նա իր հրապարակային խոսքում ասել է, որ մենք մեր ձևով կպաշտպանենք մեր մայր եկեղեցուն։ Հիմա էլ տեսնում ենք ինչ նկատի ունենք։ Խաղաղ ձևով մարդիկ երբ որ լինում է ինչ որ, այսինքն մենք մոտարապես հիմա պատկերացնում ենք ինչի մասին է խոսքը, որևէ ապօրինություն այդ մեր ձևովի որևէ մեկնաբանման մեջ չի եղել, չէր կարող լինել եւ առողջ տրամաբանության շրջանակներում որևէ մեկի մտքով անցնել չէր կարող։ Եվ երբ մենք խոսում ենք խոչընդոտման վրա, ինչը պետք է խոչընդոտել, նորից ասեմ, այսինքն ինքը պետք է գնար լրատվականներին, չգիտեմ, ինչ աներ, գումար վճարել, որ բան անեն, մոնտաժային եւ մեր ձևովի փոխարեն ասեն Նիկոլ Փաշինյանի ձևով կամ ինչ ձևով, այսինքն օբյեկտիվ տվյալներ կան։ Եթե մենք խոսում ենք վարույթի ընթացքի վրա ազդելու ռիսկի մասին, հրապարակային խոսքի հետ կապված դեպքերում դրա հավանականությունը շատ հաճախ ոչ միայն մոտենում է 0-ին, այլ հավասար է 0-ի, որտեղ խոչընդոտելու բան չկա։ Ինչ պետք է արվի, որ խոչընդոտվի։ Արդեն ամեն ինչ զննված է, գտնվում է քրեական վարույթի նյութերում, տեքստը արկա է, որևէ մեկը չի կարող վիճարկել, որ խոսողը Սամվել Կարապետյանն է եղել, այլ ոչ թե, չգիտեմ, Արայիկ Հարությունյանն է եղել, որևէ մեկը չի կարող ասել, որ այդ բառերը չեն օգտագործվել, այլ բառեր են օգտագործվել, եւ եթե վկաներ կան ասեն, որ մենք սա լսեցինք եւ մեր ձևով բառերը մենք չենք հիշում, դա ոչ մի նշանակություն չի ունենա։ Այդտեղ վարույթի վրա ազդելու որևէ գործոն ուղղակի չէր կարող աշխատել։ Եթե խոսքը վերաբերում էր հանցանք կատարելու ռիսկին, երկրորդ ռիսկին, ուղղակի կարելի էր անձին, ասենք, ընդհանուր մինչև հրապարակային խոսքի արգելք սահմանել։ Այդպիսի օրինակներ մենք ունեցել ենք, որ արդյունավետ գործել է, ասենք օրինակ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան առաջին գործը։ Եվ դա վարչական հսկողություն սահմանեց, ասեց, այս ինչ արտահայտություններ մի արեք եւ այդ հաղորդումը մի վարեք։ Հրապարակային խոսքի որոշակի սահմանափակումներ են, կարող էր ավելի լայն էլ տեսականորեն կարող է լինել։ Այդ դրանով կանխվում է, եթե ասում են հանցանք գործելու ռիսկը, այդ հանցանք գործելու ռիսկը դրանով կանխվում է։ Երրորդ, Հայաստանը լքելու ռիսկը, բացակայելու արգելք։ Այսինքն մեր իրավական համակարգը, զուտ իրավական համակարգի տարբերություն օրինակ 30 տարի առաջվա, այնպիսի գործիքակազմ է նախատեսում, որը առողջ տրամաբանության սահմաններում ուղղակի պետք է բացառեր կալանքը որպես խափանման միջոց։ Բայց արի ուտես երկու անգամ այն կիրառվեց։ Իհարկե հետո ընթացքում հասկացան, ոչ թե հասկացան, այլ ի սկզբանե էր պարզ, որ շատ երկար այդ մեր ձևով բառեր ասելու համար
չեն կարող անձին անազատության մեջ պահել, ինչ որ այլ տնտեսական, չգիտեմ ինչեր հնարեցին, 2 անգամ դատարանները դա մերժեցին եւ միայն վճռաբեկ դատարանով այն էլ անհասկանալի այսպես արագ ռեժիմով կարողացան ստանալ որոշում, որ այդտեղ հիմնավոր կասկածի պես մի բան կա, այսինքն ոչ թե հանցանք կա, այլ կարելի է մտածել, որ ինչ որ առնչություն, ինչ որ դեպքերի հետ Սամվել Կարապետյանը կարող է ունենալ։ Մի մարդ, որը որ ինչ միայն Հայաստանի տնտեսությանը օգուտ է տվել բոլորիս աչքի առաջ։ Սա շատ լավ օրինակ է ցույց տալու համար, թե դասական քաղաքական հետապնդումի ինչպես է լինում։ Իշխանությունը եւ իրավապահ կառույցների պատասխանատուներ, ընդ որում արդարադատության նախարարը շատ հստակ հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Իսկ ինչ եք կարծում։ Իրավական գործեր են։ Իսկ ինչ եք կարծում, եթե մարդը ստանձնել է ներկայիս քաղաքական իշխանության դերակատարի գործառույթը, իսկ համաձայնվել է լինել արդարադատության նախարար, համաձայնվել է լինել մյուս բոլոր պաշտոնյաները, նա կարող է հրապարակավ հայտարարել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Դա լրիվ նույնը կլինի, երբ որ օրինակ, չգիտեմ, հոգևորականը հրապարակավ հայտարարի ներողություն ես համեմատության համար, հոգևորականը հրապարակավ հայտարարի, որ Աստված չկա։ Իրենց Աստված, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն է եւ իրենց Աստված ասում է, որ քաղբանտարկյալներ չկան, իրենք ո՞նց կարող է հակառակը ասել։ Բանալքյան, սա ի վերջո կարող է միջազգային խնդիրների հանգեցնել, քանի որ քաղբանտարկյալների թիվը, եթե 2024-ին ժամանակահատվածը նայենք եւ 25-ի, տասնյակներով ավելացել է։ Կարծես թե դեպքերը նաև հաշվի առնելով մինչև հունիս տեղի ունեցող իրադարձությունները, այսինքն նոր խորհրդարանական ընտրությունները չի բացառվում, որ ավելանան եւ գնալով միտում ունեն ավելանալու։ Միջազգային մեխանիզմներ, պատժամիջոցներ, արձագանք մենք կարող ենք սպասել։ Այնտեղ հարմար է։ Միջազգային արձագանքը շատ հետաքրքիր բան է։ Միջազգային արձագանքը ոչ միշտ է, որ լինում է ժամանակին, բայց անգամ եթե ժամանակին չի լինում, Դամոկլյան սրի պես կախվում է։ Ես մի օրինակ բերեմ, մեկ այլ դիկտատորական այսպես ուղղությամբ, բայց իր ժողովրդի մասին վստահաբար ավելի լավ մտածող մի մարդու մասին, որի անունն էր Մուավեր Քադաֆի։ Երկար տարիներ նա սերտորեն համագործակցում էր եվրոպական գործընկերների հետ։ Նույնիսկ հենց այսօր կալանավայրում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այնտեղ է հայտնվել հենց Մուավեր Քադաֆիի հետ որոշակի գործարքների պատճառով։ Երկար տարիներ Մուավեր Քադաֆին թթու խոսք չէին ասում այդ մարդիկ, բայց հետո ինչ տեղի ունեցավ։ Մի քանի ամսվա մեջ ամեն ինչ ջրիերես հարեցին եւ ասացին, պարոն Քադաֆի, դուք բանից պարզվեց, որ բռնապետ եք։ Ներկայիս իշխանությունները բոլոր հնարավորությունները տալիս են, այդ թղթապանակները լի են այդ որը որ փաստերով կարելի է ներկայացնել այս ամենը։ Օրինակ, չգիտեմ, օրեր առաջվա Էջմիածնի դեպքը։ Միանգամից բացահայտվեց, չէ՞ որ Էջմիածնի այսպես մայր տաճար այդ 10 ընդվզող եպիսկոպոսների հայտարարած հավաքը։ Պարզ էր, չէ՞ որ նրանց քաղաքացիական հագուստով ուղեկցողները դա իրավապահներ են քաղաքացիական շրջանում։ Միանգամից բացահայտվեց։ Մեկը կարմիր բերետներից էր, մյուսը ԱԱՑ-ից էր, եւ պարզ է, որ եթե լրագրողները ավելի շատ ջանքներ դնեն, շատերին կբացահայտեն, շատերը դեմքերը պահում են։ Այսինքն պետական միջամտություն եկեղեցու գործերին դա արգելված է, դա բացարձակ արգելք է, դա որևէ մեկը անգամ չի կարող քննարկել, որ դա ինչ որ թույլատրելիության նշույլ ունի։ Եվ վաղը մյուսը կասեն, որ դու եկեղեցու գործերին ես միջամտում, դու սահմանադրական կարգեր ես խախտում, դու մարդու իրավունքներ ես խախտում, դու տարար մարդուն բռնեցիր, դատարանում մահացավ, դու մի բան քո ազգային ժողովի նախագահը մարդկանց հայհոյում է, պատասխան է ստանում, դիմում է ԱԱՑ-ին, տանում են, գցում են բանտերը։ Այս ամեն ինչը մի օր ջրերեսն է, չի գալու դուրս գալու։ Այսինքն, երբ այն որ այսօր միջազգային հարությունը լուր է, դա չի նշանակում, որ այդ լռությունը տևելու է հավերժ։ Երբ որ քաղաքական նպատակահարմարություն լինի, խոսելու են մի բան էլ ավել, այնքան են խոսելու, որ նույնիսկ հոգնենք։ Երկարաժամկետ հեռանկարում պետությունը ինչ գին կարող է վճարել այս ամենի համար։ Ցավոք սրտի այս ամենի համար վճարել ենք բոլորս գին եւ հիմա ենք արդեն վճարում։ Դրա գինը այն է, որ նրանք տարբեր ուժային կառույցների, կենտրոնների հաջող քաղաքականություն են վարում, որ հայկական շահերին հակասում է, պրո-ադրբեջանական, պրո-թուրքական, այս ամեն ինչ այն գինն է, որ նրանք վճարում են իշխանության մնալու համար եւ մենք բոլորս ենք վճարում։ Դրա գինը այն է, որ մեր
երեխաներին այլևս դպրոցներում չեն սովորեցնում մեր մայր եկեղեցու պատմությունը, դրա գինը այն է, որ արդեն հարցականի տակ է դրված հայոց ցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների կողմից։ Դրա գինը այն է, որ այլևս Հայաստան մուտք գործելիս եւ Հայաստանից դուրս գալիս այդ կնիկների վրա Արարատ սարի պատկերը չկա եւ այլն, այդ բոլորը դրա գինն է, որ մենք վճարում ենք հիմա։ Եվ շատ ավելի մեծ գին կարող ենք վճարել։ Դրա գինը այն է, որ մեզ տալիս են վարկեր, որոնք որ մեր երեխաները եւ թոռները պետք է մարեն, որպեսզի այդ վարկերով նրանք աշխատավարձներ տան այդ ոստիկաններին, մյուս իրավապահներին, ասֆալտներ իբր թե սարքեն, դրանով փորձեն քաղաքական իշխանությունը պահել առաջիկա ժամանակահատվածում։ Այս ամեն ինչը գին է։ Արդեն այդ գինը վճարվում է։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, պարոն Մելիքյան։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով դատարաններում ներկայացնում է մի շարք քաղբանտարկյալների շահերը։ Քաղբանտարկյալների խնդիրը չի վերաբերում զուտ անձանց։ Քաղբանտարկյալների խնդիրը հանրության խնդիրն է, եւ հուսով եմ մեր հաղորդման ընթացքում հանրությունը գտավ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Դուք դիտում եք իրավաբանական կլինիկան, մինչ նոր հանդիպում։